Երբ նրան տեսա, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկա, իսկ նա իր աչքն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի վախեցիր, ես եմ առաջինն ու վերջինը և ողջը, ես մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից, ամեն, և ունեմ դժոխքի ու մահվան բանալիները»։ Երբ Հովհաննեսը տեսավ հարություն առած և փառավորված Քրիստոսին, նրա արձագանքը ակնածանքով լի վախ էր։ Նա ընկավ նրա ոտքերի առաջ մեռածի պես։ Որևիցե մեկը չի կարող կանգնել Աստծո փառքի մեջ։ Նրա հայտնությամբ մեր ուժը, ինքնավստահությունը և ինքնաբավությունը հրվում են։ Եվ ահա ավետարանի խոստումը, նույն Քրիստոսը, ում փառքը Հովհաննեսին գետնին է տապալում, դնում է իր աջ ձեռքը նրա վրա և ասում. «Մի վախեցիր»։ Սա այն ձեռքն է, որ ժամանակին դիպավ հիվանդներին, բարձրացրեց ընկածներին և օրհնեց երեխաներին։ Փառքի Տերը բոլոր ժամանակների ողորմած ու գթած Փրկիչն է։ Նրա ներկայությունը ոչ թե կործանում է հավատացյալին, այլ կանգնեցնում է ու զորացնում նրան։ Քրիստոսը ներկայանում է որպես առաջինը և վերջինը։ Սա նշանակում է, որ նա գերիշխում է ոչ միայն ժամանակի, սկզբի ու վերջի վրա, այլ նաև կյանքի և մահվան վրա։ Նա ասում է. «Ես մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից»։ Նա կենդանի է։ Ինչպիսի մեռած իրավիճակներ էլ ունենաս այսօր, հիշիր, գերեզմանը հաղթած Թագավորը նա է, ով քայլում է քեզ հետ քո կյանքի բոլոր օրերում։ Վերջին խոսքը այլևս մահվանը չէ, գերեզմանը փակուղի չէ, այլ անցում Քրիստոսի հարության լույսի միջոցով։ Եվ վերջապես, նա ունի մահվան ու դժոխքի բանալիները։ Բանալին իշխանության նշան է։ Ոչ մի դուռ չի փակվում նրա կամքից դուրս, և ոչ մի կապանք չի կարող պահել նրան, ում Քրիստոսն ազատում է։ Այն, ինչ մեզ վախեցնում է, նրա ձեռքում արդեն պարտված է։ Սա հույսի խոստում է յուրաքանչյուրիս համար։ Քանի որ Քրիստոսը առաջինն ու վերջինն է, ապա մեր պատմությունը ապահով է նրա ձեռքերում։ Տեր Հիսուս, հպվիր ինձ քո սիրով, օգնիր ինձ ապրել առանց վախի, վստահելով քեզ և միմիայն քեզ։ Ամեն։